Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, եթերում անկաշկանդ զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է, խնդրում ենք մեր այն բաժանորդներին, ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, ընդամենը սեղմել զանգակոճակը եւ բաժանորդագրվել One Talk YouTube-յան ալիքին, որի համար կլինենք խորապես շնորհակալ։ Այսօր մեր զրուցակիցն է Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանը։ Տիկին Ադամյան, շնորհակալություն, որ համաձայնվել եք եւ եկել եք մեր տաղավար։ Բարի երեկո, ես եմ շնորհակալ։ Տիկին Ադամյան, քաղաքական իրողությունները բավականին բարդ են ու բավականին հակասական։ Երևի թե ինչպես միշտ, մանավանդ հիմա գուցե մի քիչ հիմա ավելի սուր է իրավիճակը միջազգային հարթակներում, պայմանավորված մասնավորապես Իրանի դեմ հնարավոր հարձակման պահով, որի մասին արդեն սկսել են խոսել ամենայն դեպս։ Ինչ եք կարծում, Իրանի դեմ պատերազմ կլինի թե ոչ, եւ այդ պատերազմը ինչպիսի գլոբալ հետևանքներ կարող է ունենալ։ Գուցե ձեզ զարմացնեմ կամ գուցե ձեզ համար իմ պատասխանը ընդունելի չլինի, բայց ես չեմ կարծում, որ այս պահին Իրանի հարցը այդքան միջազգային հարթակներում գերկարևոր հարց է, բացարձակապես։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը պատերազմ է հայտարարել ամբողջ աշխարհին, առևտրական պատերազմ, եւ այդ պատերազմի շրջագծում բոլոր մյուս խնդիրները, նույնիսկ ռուս-ուկրաինական պատերազմը կարծես երկրորդ պլան են մղվել։ Այդ պատերազմի շրջագծում նաեւ երրորդ պլան է մղվել Իսրայել-Պաղեստին հարաբերությունները։ Նետանյահուն գնում է Վաշինգտոն, տոկոսադրույքները նվազեցնելու նպատակով, ոչ թե Իսրայելի հետ Գազայի խնդիրներ կամ Պաղեստինի խնդիրներ լուծելու։ Այնպես որ ես կարծում եմ ձեր հարցադրումը մի քիչ արհեստական է, մի քիչ շատ ավելի սուր եք դուք իրավիճակը ներկայացնում, քան իրականում գոյություն ունի։ Թեպետ բացարձակապես բացառված չէ, որ Տրամպը իրոք ինչ-որ քայլերի գնա Իրանի դեմ, բայց այդ քայլերը չեն լինելու ռազմական քայլեր, այդ քայլերը, եթե նայենք Տրամպի բանակցային տեխնիկային, ոչ միայն Իրանի, այլև աշխարհի բոլոր այլ մյուս երկրների հետ, նա գնում է սպառնալիքներ, նա դնում է պայմաններ, որից հետո կարծում է, որ այդ հարթակից հետո նոր միայն բանակցությունները իմաստ ունի սկսել։ Ինչ վերաբերվում է կոնկրետ Իրան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ բանակցություններին, անկախ նրանից հրապարակային հայտարարություններ լինում են, չեն լինում, բանակցությունները վաղուց արդեն սկսվել են եւ բանակցությունները նույնիսկ փոխնամակագրությունն է եղել, թեպետ Իրանի պատասխանը դեռ, չգիտեմ, կա թե չկա, հրապարակային չի, իսկ պաշտոնատար անձանց հայտարարություններից ելնելով, բոլորն էլ կողմ են բանակցելու։ Տրամպը իրեն բնորոշ, այսպես բառամթերքով հայտարարում է, եթե չբանակցեն վատ բան կլինի, օդում թողնելով այդ վատ բանը ինչ է, դե գնա ու մտածի։ Պատժամիջոց է ավելացնելու, պատերազմ է սկսելու, ընդհանրապես մոռանալու է, ինչ է անելու Տրամպը։ Որևէ մեկը այս հարցի պատասխանը չունի։ Իրանն էլ ասում է, ինձ այդ սպառնալիքների լեզվով մի խոսեք, ես պատրաստ եմ բանակցել, բայց առանց սպառնալիքների, բայց ոչ ուղիղ բանակցություններ, միջնորդավորված բանակցություններ, Եվրամիության միջոցով, արաբական աշխարհի միջոցով, այնքան տարբեր հայտարարություններ են հնչում, իսկ արդյունքում այսօր արդեն հայտնի դարձավ, որ Օմանում հանդիպելու են բանակցեն թերևս ուղիղ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների Տրամպի անվտանգության հարցերով խորհրդական ուտկով։ Այնպես որ քանի դեռ չկան բանակցություններ, քանի դեռ հայտնի չէ այդ բանակցությունների արդյունքները, Աստծո սիրուն, ես իդեմ ձեզ խնդրում եմ բոլոր, ոչ միայն ձեզ նկատի ունեմ, բոլոր մյուս լրատվամիջոցներին, այն ինչ ռեալ սպառնալիք չի, այն ինչ դեռ պայթուցիկ վիճակում չի, ժամանակից շուտ մի պայթացրեք։ Պետք չի անդադ վախեցնել հայերին, տարածաշրջանի մյուս ժողովուրդներին,
Տրամպի առաջին քառամյակում էլ անդադ այդ հարցը կար, այսօր կհարցակվի, թե վաղը կհարցակվի, թե վաղը չի մյուս օրը կա, թե ընդհանրապես չի հարցակվի։ Հիմա նույն խաղը, Աստծո սիրուն, զբաղվենք մեր խնդիրներով։ Ես հասկանում եմ, որ Իրանը մեր մերձավոր հարևանն է, մերձավոր հարևանն է, աշխարհագրորեն։ Այո, Աշխարհագրորեն։ աշխարհագրորեն։ Վերջ, այդտեղ արդեն պատմությունն ավարտվում է։ Ես շատ Թուրքիան ավելի եւ Ադրբեջանն էլ, կգերադասեի, թեկուզ շատ կերտ ավելի են, բայց կգերադասեի, ներեցեք, շատ ավելի կգերադասեի, որ մենք խոսենք կոնկրետ Հայաստանի խնդիրներից եւ այն խնդիրներից, որոնք Տրամպի պաշտոնակալությունից հետո ամբողջ աշխարհում ծագել են ու ազդելու են Հայաստանի Հանրապետության վրա այս կամ այն կերպ։ Դրանք արդեն շատ ավելի կենսական են։ Լսում եմ ձեզ։ ուրեմն եկանք դեպի Հայաստան։ Անպայման պետք է գայինք մեր հայաստանյան խնդիրներին, որովհետև հնարավոր չի, որ ես ձեզ հարց տամ Իրանի դեմ հնարավոր Աստված մի առասցե, իհարկե հնարավոր պատերազմի պահով եւ չխոսեմ մեր հայաստանյան իրողությունների պահով, որովհետեւ եթե մեր տարածաշրջանում բռնկվի այդպիսի մի ահեղ պատերազմ, բնականաբար մեր գործերը չեմ կարծում, որ լավ լինեն այդ պատերազմի հետևանքով, ինչ եք կարծում։ Եվ ինչ պիտի անենք, նաև ձեր ասացի տրամաբանական շարունակությունը, որ մենք այնքան հզորանանք, այնքան համախմբվենք, որ անկախ աշխարհում ինչ տեղի կունենա հյուսիս, հարավ, արևմուտք, արևելք, մենք կարողանանք լինել դիմակայուն կամ դիմադրողական բոլոր հնարավոր մարտահրավերներ։ Եթե չասեմ 100%, գոնե մի 90%։ Առաջին հերթին պետք է ձերբազատվենք կարծրատիպային մտածողությունից, կարգախոսային մտածողությունից, կոնկրետ գույքագրենք երկրի հնարավորությունները, ինչի մինչև հիմա չի արվել, բոլոր հնարավորությունները, եւ այդ բոլոր հնարավորությունների գույքագրումից տեսնենք ինչ է կատարվում աշխարհում, ինչի հնարավորություն մենք ունենք ու այդ հնարավորությունը օգտագործենք։ Կոնկրետ, քանի դեռ այդ ձեր նշած հարցը չենք լուծել, իսկ ձեր ասած հարցը լուծելու համար Հայաստանի Հանրապետության դիմադրունակության մեծացման մի վիճակի ապահովման, որ հարավում, հյուսիսում, արևելքում, արևմուտքում, տիեզերքում, ընդերքում ինչ էլ կատարվի Հայաստանի Հանրապետության համար դա աղետ ողբերգություն կործանում Արմագեդոն չլինի, թեպետ միշտ գտնվելու են լրատվամիջոցներ, միշտ գտնվելու են լրագրողներ, միշտ գտնվելու են կեղծ ընդդիմադիրներ, որ նույնիսկ արևի վրա էլ որ ինչ որ փոթորիկ լինի կամ չգիտեմ արևի լուսնի խավարում լինի, դա համարելու են Հայաստանի Հանրապետության վերջը, դա արդեն ընդունված պրակտիկա է Հայաստանի Հանրապետությունում, ինչ էլ որ լինի։ Ձեր նկարագրած իրավիճակին հասնելու համար մենք բացարձակապես այլ քայլեր ունենք անելու, բացարձակապես այլ քայլեր ունենք անելու, եւ այդ այլ քայլերի առանցքում երկու գլխավոր հարց կա լուծելու։ Առաջինը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովումը եւ երկրորդը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացումը։ Տեսեք, մենք անverջ խոսում ենք տնտեսության զարգացումից, բայց առ այսօր մենք չենք լուծել անգամ մի շատ տրիվիալ հարց, որ նույնիսկ ոչ ներդրում է պահանջում, ոչ ինչ վիթխարի ժամանակ է պահանջում, գյուղատնտեսության նախարարության վերականգնումը, որովհետև առանց գյուղատնտեսության նախարարության դու որևէ կերպ չես ապահովելու քո գյուղատնտեսության զարգացումը։ Այդ չեղավ, որ նախկինները մի քիչ ավելի խելոք էին, այդ ձեր այդ ասացի հիմա վրա գյուղատնտեսության նախարարություն կար։ Նախկինները խելոք կարող էին լինել, եթե գյուղատնտեսության նախարարությունը գործեր։ Չէր գործում, ըստ ձեզ։ Եթե գործեր գյուղը տեսնելով, գյուղը հասկանալով, գյուղի խնդիրները պատկերացնելով, ոչ թե ինչ տարբեր տեղերից ստացել էին պարարտանյութեր, չգիտեմ, հացահատիկեր, սերմացուեր, ինչեր դրա արդար կամ անարդար բաշխում կատարելով, այլ գյուղի զարգացման ծրագիր դնելով, այնպես անելով, որ գյուղացին շաբաթը 7:24 զբաղված լինի տարվա բոլոր եղանակներին, սեզոնային ընդհատումներ չլինեն, այդ հարցը պիտի լուծեր, այդ հարցը պիտի լուծի հիմա նախարարությունը, պիտի վերստեղծվի այդ նախարարությունը, որովհետև մենք ունենք բոլոր հնարավորությունները այսօր Հայաստանի Հանրապետության մարզերում խելամիտ մոտեցում դրսևորելու պարագայում գյուղացուն ապահովել,
բոլոր սեզոններին աշխատանքով, կանխել նրա արտագաղթը, ընդամենը պետք է ծրագիր կազմել, ծրագիր, եւ այդ ծրագիրը աշխատացնել։ Ու այդ ծրագիրը պետք է նվիրված լինի բերքը ոչ թե լարսում այսպես, չգիտեմ ինչ, հերթեր գոյացնելով անմիջապես հենց բերքը չհասած Ռուսաստան հասցնելով այդ տեղում մշակելով, տեղում։ Իսկ ով ասեց, որ մենք պարտավոր ենք ոչ թե ծիրանի հյութ կամ ծիրանի չիր արտահանել, այլ հենց ծիրան հասցնել Ռուսաստանի շուկաները, որովհետև Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների սիրտը ծիրան է ուզում։ Սա պատահական չեմ Եթե ասում, ուզում են, պիտի հասցնեն։ կներեք, թույլ տվեք ավարտել, ես սա պատահական չեմ ասում, որովհետև ցավոք ԵԱՏՄ-ի, այդ թվում նաև Ռուսաստանի հետ այդ վիթխարի, որ ինչպես կառավարությունն է ներկայացնում, վիթխարի ծավալներով ապրանքաշրջանառությունը այնուամենայնիվ Ռուսաստանում բրենդ չի դարձել։ Մենք ուղարկում ենք ծիրան, սպառում են մեր հայրենակիցները։ Ռուսական սուպերմարկետների ցանցում ծիրան բրենդը, հայկական բրենդը, ծիրան չի հայտնվում։ Այս սա հարց է, որը պետք է լուծել հենց այդ գյուղատնտեսության նախարարությունը։ Սա հարց է, որ պետք է գյուղերում ստեղծվեն վերամշակման գործարաններ, այդ թվում բոլոր տեսակի ծիրան, դեղ, բոլոր կարգի մրգերի, Գեղարքունիքի մարզում, ձկնատեսակների, պահածոների գործարաններ։ Գիտեք, ես հիմա հեքիաթ չեմ պատմում, բացարձակ հեքիաթ չեմ պատմում։ Չէ, դուք առաջարկում եք ձեր մոտեցումները։ Ես հիմա առաջարկում եմ, որ գյուղատնտեսության զարգացման համար պետք է ոչ թե նպաստել, ձգտել, արտահանել կոնկրետ, այլ արտահանել արտադրանք։ Եվ դրա համար պետք են ներդրումներ, դրա համար պետք է նոր լոգիստիկա, դրա համար պետք են սպառման շուկաներ։ Ով պիտի այդ հարցերով զբաղվի։ Պետություն։ Ինչու՞ միայն պետությունը։ Ոչ, եկեք ամեն ինչ պետության ու իշխանության, եկեք ամեն ինչ պետության ու իշխանության վրա, մշակույթի չէ։ ոչ, ամեն ինչ պետության ու իշխանության վրա չբարթենք։ Դրանով պիտի զբաղվի նաև արտադրողը։ Դրանով պետք է զբաղվի մշակողը։ Արտադրողը տիկինան այդ կարող է Պետք է լինի։ պետության վրայից, իշխանության վրայից թռնել ու ինքը զբաղվել կարող է։ Իսկ հիմա ձեր կարծիքով իշխանությունն է նրանց բերքը արտահանում Ռուսաստան։ Իրենք չեն դա կազմակերպում։ Մի այնպիսի վիճակ, արդեն դրա մասին խոսում եմ, ես ընդհանրապես այդ խոսքը տեսակետը ձեզ փոխանցեմ, խնդրեմ, որ պարզապես այսպես կոչված հակառուսական խոսույթի պատճառով ավելի է մեծացել մեր կախվածությունը կամ կապը Ռուսաստանի հետ առևտրաշրջան, ձեր ասած այդ առևտրաշրջանառություն եւ այլն, դե խնդրեմ, թող այլընտրանքներ լինեին եւ այլն։ Իսկ ինչ վերաբերվում է մնացած հարցերին, եթե չեն կարգավորվում, եթե այսպիսի մի տեսակ սրված հարաբերություններ կան, ոչ թե ռուսաստրուկ դառնալու պայմանով, թող իրենք կարողանան լեզու գտնել Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավել, ոչ թե առավոտից երեկո հմեկներով կամ այլ հերոստահալիկներով հակառուսական խոսույթ ապահովեն։ Եվ դրանով հանդերձ այդ ձեր ասած բրենդն էլ գուցե կլինի եւ այլ հարցեր էլ գուցե կլինեն։ Գիտեք հիմա ինձ ինչ հարց է մտահոգում, դուք ձեր ձայնը լսում եք։ Մասամբ։ Դա պատասխան ձեզ մասամբ ձեր պատասխանը ձեզ արդարացնում եմ։ Գիտեք, ես թույլ տվեք չհավատամ այն փորձին, որ դուք հիմա անում եք այս բանին, ստեղծելու մի պատկեր իդեմս ձեզ, որ դուք չեք հասկանում իրավիճակը ինչ է։ Իհարկե։ Չէ, շնորհակալ եմ։ Եվ փորձում եք կրկնել ինչ-որ տարբեր շերտերի տեսակետներ, որոնք ընդհանրապես ներգրաված են Հայաստանի Հանրապետության դեմ հիբրիդային պատերազմում։ Որովհետև եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունը առավոտից երեկո ոչ միայն հանրայինով, այլև բոլոր գործող ու չգործող լրատվամիջոցներով փառաբաներ Պուտինին, փառաբաներ Ռուսաստանի Դաշնության բոլոր իշխանավորներին հայտնի ու անհայտ, դեռ ապագայում նշանակվելիք, որևէ փոփոխություն չէր լինելու հայ-ռուսական հարաբերություններում։ Հայ-ռուսական հարաբերություններում գործում է ընդամենը մեկ սկզբունք՝ շահը։ Որն է այստեղ Ռուսաստանի շահը։ Որն է այստեղ տարածաշրջանում Ռուսաստանի շահը։ Հիմա ես չեմ պատրաստվում ձեզ վերադառնալ դարասկիզբ, դարավերջի
հոկտեմբերի 27-ի իրադարձություններով դարաշրջանից բացատրել, թե երբ որ թվականին ինչպես Ռուսաստանի շահերը փոխվեցին, ինչու հանկարծ Ռուսաստանը գերակայությունը տվեց Ադրբեջանին, ինչ պատահեց ռուս-ադրբեջանական, ռուս-թուրքական, ռուս-հայկական հարաբերություններում, պատկերը ոնց փոխվեց, Լավրովի պլանը ոնց փոխվեց եւ այլն։ Գիտեք, դրա համար ոչ թե ասենք մի 40-45 րոպե կես ժամ է պետք, այլ դրա համար երևի ժամեր են պետք։ Եվ ես կարծում եմ, որ այդ խոսակցությունները վաղուց արդեն որևէ մեկին չեն հետաքրքրում, որովհետեւ բոլորին էլ ամեն ինչ պարզ է։ Եկեք անդադ չքրքրենք, ինչ է եղել, ոնց է եղել, ինչու է եղել։ Եկեք խոսենք այսօրվա մասին ու վաղվա մասին։ Ես արդեն հոգնել եմ, խորապես հոգնել եմ նման հարցազրույցներից այն պարագայում, երբ ինձ անդադ փորձում են անցյալի հարցերին պատասխաններ տալ։ Եվ դա հավատացնում եմ ձեզ իմ հոգնությունը չի։ Դա իմ ունկնդրի հոգնությունն է, որովհետև երբ փողոցում մարդիկ ինձ դիմում են, խնդրում են, ուղղակի խնդրում են, հերիք է այդ անցյալից խոսեք, անցյալից որ ձեզ հարց են տալիս, մի պատասխանեք։ Ես իհարկե հակված չեմ նաև դա կատարել, բայց ես ինքս էլ գտնում եմ, որ այս ժողովրդին պետք է ոչ թե անընդհատ տանել, պարփակել իր անցյալ պարտությունների, անցյալ հաղթանակների, կորած հաղթանակների կամ գտնելիք հաղթանակների շրջագծում, այլ այս ժողովրդին անընդհատ պետք է ասել ինչ պետք է կատարել այսօր ու վաղը, ինչ պետք է անի ինքը, ինչ պետք է անի իշխանությունը, ինչ պետք է անի ոչ թե ձեր ասած այդ հիբրիդային պատերազմի շրջանակներում տրոյական ձի դարձած Կրեմլի վկաների փաղանգը, որոնց չգիտեմ ինչու վերջերս սկսել են բոլոր լրատվամիջոցներում ավելի շատ գերակայություն տալ, այլ ռեալ իրական ընդդիմությունը, որը քննադատությամբ հանդերձ տեսակետներ է ներկայացնում, առաջարկներ է անում։ Դա է խնդիրը։ Պետք չի ժողովրդին իր թուլության, պարտության սինդրոմի մեջ պարփակել։ Այս սինդրոմի դրսևորումներից մեկն էլ անդադ հայ-ռուսական հարաբերությունների մասին խոսելն է։ Հայ-ռուսական հարաբերությունները չեն փոխվելու այնքան, քանի դեռ չեն փոխվել Ռուսաստանի շահերը տարածաշրջանում։ Ռուսաստանի շահերը տարածաշրջանում դեռ փոփոխության ենթակա չեն։ Ռուսաստանը գերակայություն տվել է, տալիս է Ադրբեջանին։ Իր շահը դա է պահանջում։ Իր տնտեսական շահը, իր քաղաքական շահը դա է պահանջում։ Սլավի։ Լավ, սա մեզ մի քիչ այլ տեղեր կտանի, դրա համար վերադառնանք այո, մեր այն խոսույթին, որ գալիս է ինչ անելու խնդրին։ Բոլոր դեպքերում ես նաև իմ խոսքում ձեզ ասեցի, որ այո, գյուղատնտեսության անկախ քաղաքական, աշխարհքաղաքական նախապատվություններից ես այդ համաձայնվեցի, որ գյուղնախարարությունը այո, պիտի վերականգնվի իր բոլոր գործառույթներով, իրական գործառույթներով, հիմա ես չեմ ասում անցյալում սխալներ չեն եղել, այնպես չի, որ ես անցյալի պաշտպանն եմ, դուք անցյալն եք միայն բանանում, ներկայում, կոչանելով, որ միայն ներկայում պիտի ճիշտ քայլեր գտնել։ Ինչու վերացավ Սփյուռքի նախարարությունը։ Երբ որ այսօր խոսում են հայրենիք-սփյուռք հարաբերությունների այս վատ վիճակի մասին, ինչու վերացավ մշակույթ, դուք ինքներդ մշակույթի գրականության մարդ եք, այդ արժեքների կրող եք, ես ձեզ որպես այդպեսին նաև գիտեմ, ինչու վերացնել դա արդյոք դրանք հակապետական քայլեր չէին գործող իշխանությունների կողմից, ըստ ձեզ։ Ես կգերադասեի, որ մենք խոսեինք 2026-ի ընտրությունների մասին։ 2026-ի ընտրություններից խոսենք։ Եվ կգերադասեի խոսել ուժերի հավասարակշռության կամ ուժերի դասավորության մասին 2026-ին, որովհետև միայն այդ պարագայում, երբ կոնկրետ հանրապետություն կուսակցությունը գա իշխանության, ես կարող եմ գալ այստեղ ձեզ հետ հարցազրույցի եւ պատասխանել հարցին. ինչու մշակույթի նախարարություն չունենք, ինչու Սփյուռքի նախարարություն չունենք, ինչու ես չունենք, այն չունենք։ Բայց այդ պարագայում արդեն գուցե դուք ինձ հարցնեք, իսկ ինչու մենք հիմա ունենք այդ ամեն ինչը, որովհետև մենք գտնում ենք, որ կառավարության կազմում պարտադիր պետք է լինեն կառուցվածքային փոփոխություններ։ Եվ այդ կառուցվածքային փոփոխությունների շրջագծում առաջինը այո, պետք է բացվի գյուղատնտեսության նախարարությունը։ Պարտադիր։ Մենք պետք է ունենանք մշակույթի նախարարություն, մենք պետք է ունենանք Եվրամիության անդամակցության գործընթացի խնդիրները լուծող նախարարություն։ Այդ ժամանակ ես ձեր բոլոր հարցերին կպատասխանեի։ Գիտեք, այս պայմաններում հիմա կա մշակույթի նախարարություն, թե չկա, կա Սփյուռքի նախարարություն, թե չկա,
Դուք պիտի ասնեք, ես պիտի ասեմ սխալ է որ չկա։ Ու ինչ է փոխվելու դրանից։ Թերևս դուք էլի ձեր հաջորդ հյուրին էլ կտակ նույն հարցը, նա կամ կասի լավ է որ չկա, կամ կասի վատ է որ չկա։ Գիտեք, ոչ թե եկեք իրավիճակ նկարագրենք, կա, չկա, կլինի, չի լինի, այլ խոսենք պատճառների մասին, ինչ պիտի անենք որ լինի։ Իմ ասածը դա է։ Ես դրա համար եմ ասում, որ ես գեր կարևորում եմ 2026-ի ընտրությունները, 2026-ի ընտրություններում քաղաքական ուժերի դասավորությունը։ Եվ ես շատ կուզեի, որ մենք այս պարագայում նաև Գյումրու դասերի մասին, դասերին հպանցիկ անդրադառնայինք, ոչ թե արդյունքների տեսակետից, այլ օրենսդրության տեսակետից, որտեղ նախ եւ առաջ մեզ Գյումրին ապացուցեց, որ օրենսդրական բացեր կան, օրենսդրություն պետք է փոխել։ Կարող եք դուք ինձ բացատրել, ինչպես է լինում, որ գալիս են ինչ-որ մարդիկ, որոնք քաղաքական ուժերի հետ ոչ մի կապ չունեն, որոնք կուսակցություններ չունեն, ինչ-որ կուսակցության կնիք են ժամանակավորապես գնում կամ չգիտեմ, վերցնում ինչ-որ վճարի դիմաց եւ գնում դառնում այդ կուսակցության առաջին դեմքը եւ այդ կուսակցությունով մասնակցում ընտրության։ Դա եղավ Երևանում, դա եղավ Գյումրիում։ Կարող եք ինձ բացատրել, ինչ կապ ուներ, ասենք, կոմունիստական կուսակցության հետ Վարդան Ղուկասյանը։ Երբ իր ցուցակում մի կոմունիստ չկա։ Աշխարհքաղաքական ընտրության, երբ որ Վարդան Ղուկասյանը, հիմա դա կբացատրեմ, երբ որ Վարդան Ղուկասյանն ասում էր, որ մենք իրավունք չունենք Ռուսաստանի հետ խզվել եւ մենք պիտի կարողանանք Ռուսաստանի հետ դնում են մեր առաջ գործող իշխանությունները կամ Թուրքիա կամ Ռուսաստան։ Ժողովուրդը հավատաց դրան, ժողովուրդը դրան չհավատաց, բացարձակ, դա թյուր պատկերացում է։ Ժողովուրդը դրան ընդհանրապես չհավատաց, ժողովրդի համար դա ոչ մի նշանակություն չուներ։ Ժողովրդի համար կոնկրետ նշանակությունն էր, որ Վարդան Ղուկասյանները եւ ընկերությունը իրենց ապահովում են աշխատանքով, ընդհանրապես։ Իրենք գնացին իրենց շահի հետևից։ Վարդան Ղուկասյանը Հոլանդիան կբերեր, Ռուսաստանը կբերեր, թե Թուրքիան կբերեր, բոլորի համար մեկ էր։ Չեք գտնում կներեք, որ բոլոր դեպքերում այնքան է ժողովուրդը արդեն նույն Գյումրիում, թեկուզ Երևանում, այո, թեկուզ Փարաքարում այնքան է ժողովուրդը արդեն հիասթափվել գործող իշխանությունների քայլերից, որ նախընտրում է նախկիններին թեկուզ իրենց ոչ իդեալական մեղմ ասած ամեն ինչով հանդերձ։ Ես հակված չեմ որևէ կողմը համարել անսխալ։ Հակված չեմ։ Ավելին, ես կարծում եմ, որ սխալներ է անում նաև ժողովուրդը, որքանով էլ որ դա անթույլատրելի արտահայտություն լինի, որովհետև երբ ժողովուրդը գնում է ու ընտրում է սևը, դա սխալ է։ Երբ ժողովրդին են դնում սևի ու սպիտակի մինչև ընտրության մեջ, դա սխալ է։ Այդ պարագայում ընտրությունը վերանում է։ Գիտեք, քանիսն են ինձ մոտեցել 2021-ի ընտրություններից հետո ու ասել մենք ձեզ էինք ընտրելու, բայց գնացինք ԿՊ-ին ընտրեցինք, որովհետև վախեցանք, որ դուք հանկարծ կարող է չանցնեք ու նախկինները վերադառնան։ Էդ էլ է գույն, էդ էլ է մոտեցում։ Ինչքան մարդ է, գիտեք, ինձ ու մեր կուսակցության անդամներին մոտեցել ու այդ բանը ասել։ Այսինքն այդ պարագայում այդ մարդիկ ընտրություն չունեն։ Հիմա ինչ պիտի արվի, որ 2026-ին այդ վիճակը չստեղծվի։ Դա է հիմա խնդիրը։ Որևէ մեկի համար գաղտնիք չի, որ Ռուսաստանը 2026-ին փորձելու է, միանշանակ փորձելու է անել այն, ինչ 2020-ից հետո այսօր չհաջողվեց, փողոցում չհաջողվեց, հեղաշրջում չհաջողվեց։ Ինչ է մնում։ Ռուսաստանը պետք է իր համախոհ ուժերին ձգտի, կներեք։ Մնում է ընտրությունների միջոցով իշխանության գալը։ Ժողովրդավարական երկրում, ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխանության գալը։ Գյումրիում էլ ժողովրդավարական ձևով եղավ այն, ինչ որ եղավ, չէ՞։ Հիմա կարծես թե որևէ քաղաքական ուժ Գյումրիի ընտրությունների գոնե լեգիտիմությունը, օրինականությունը չի դնում կասկածի տակ։ Գյումրին այս պարագայում հանգիստ թողնենք, որովհետև Գյումրիում կան օրենսդրական փոփոխություն, Գյումրին առաջ բերեց օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը, միանշանակ առաջ բերեց։ Գիտեք, այստեղ նաև մի ուրիշ խնդիր կա, որի մասին Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը քանիցս իր հարցազրույցներում բարձրաձայնել է։ Մենք կարծում ենք, որ նախընտրական դաշինքներ չպիտի լինեն։ Դաշինքներ կարող են կոալիցիաներ կարող են ձևավորվել ընտրությունների արդյունքներով, բայց նախընտրական դաշինքները այդքան էլ իրենց չեն արդարացնում։
նաև հետո տրհվելու առումով։ Եթե մենք ուզում ենք ունենալ կայացած քաղաքական դաշտ, մենք այդ խնդիրը պիտի լուծենք։ Ու մենք այս նոր չենք խոսում Գյումրիի ընտրությունների արդյունքներով այս մասին, հանրապետությունն այս մասին խոսել է դեռ 2021 թվականից առաջ։ Բայց կարող է կուսակցության մեջ էլ, չէ, լինի իրարամերժություն, ասենք, չէ, տրամաբանությամբ հաշվի առնելով կներեք, ես չեմ ուզում էլի մեր ժողովրդին որակեմ էլի, բայց նույն քաղաքական ուժի մեջ հիշենք ՀՇ-ի անցյալը, կամ տարբեր այլ քաղաքական ուժերի անցյալը կարող են լինել էլի այդպիսի տրոհումներ, չէ, Տիկին Անա, այդ օրինակի համար։ Ասենք ձեր կուսակցությունը օրինակի համար 70%-անոց արդյունքում զուտ կուսակցական ցուցակով գալիս է իշխանության։ Բայց հետո ներքին տարաձայնություններ են տեղի ունենում եւ պարակտում է լինում, հետո այդ մեծամասնությունը կորցնում եք, այնպես որ դա մի քիչ երևի թե ուրիշ գուցե բարոյահոգեբանական ասպեկտներում դա։ Եկեք, ես ընդունում եմ, որ Կիկոսի մահը հանճարեղ հեքիաթ է, բայց Կիկոսի մահը իմ սիրած հեքիաթը չի։ Ես էլ չեմ։ Իմ սիրած հեքիաթը նույնիսկ աղմող մարդը հեքիաթը չի։ Դուք ինձ էլի համառորեն տանում եք ՀՇ, տանում եք անցյալ, ես ուզում եմ գնալ ապագա։ Եվ ես ուզում եմ ժողովուրդը գնա ապագա, որովհետև միանշանակ է։ Ինչպես կասեր Փաշինյանը, ապագա կա։ Կարող եք գնալ եւ ընտրել Փաշինյանին, բնականաբար, դա ձեր ընտրությունն է։ Ես կարծում եմ, որ խելամիտ մարդը, այն մարդը, որը բոլոր հնարավորությունները ունեցել է համոզվելու, թե 2021-ին Նիկոլ Փաշինյանին ձայն տալով նախկիններին մերժելով, 2021-ից առ այսօր ինչ քաղաքականություն է վարել Նիկոլ Փաշինյանը, որքանով է նվազեցրել երկրի անվտանգության սպառնալիքները, որքանով է զարգացրել արտադրությունը, արդյունաբերությունը, որքանով է կենսամակարդակ բարձրացրել, որքանով է ապահովել երկրի դիմադրունակությանը, որի մասին դուք ինքներդ եք խոսում, այդ 2026-ին ընտրողը պիտի գնա ու այդ հարցերին պատասխանի։ Պիտի գնա եւ իր աչքի առաջ ունենա ծրագիր։ Որովհետև միանշանակ է, որ քաղաքացիական պայմանագիրը դարձյալ ասելու ես ձեզ խաղաղություն էի խոստացել, ես ձեզ խաղաղություն բերեցի, ընտրեք ինձ, որպեսզի խաղաղությունը շարունակվի։ Բայց որքանով է խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակը։ Հանրապետություն կուսակցությունը ռեալ տարբերակներ է առաջարկում, թե պատերազմը կանխելու, թե իրական խաղաղություն հաստատելու, հանրապետություն կուսակցությունը ռեալ տնտեսական զարգացման ծրագիր է առաջարկում, ռեալ ընտրություն է առաջարկում։ Խոստումներ չի տալիս, որ ես գամ, ես կլինի։ Ասում է ընտրեք ինձ, որպեսզի անեմ այս, ու այդ այսի մեջ մտնում է թե Սփյուռքը, թե Հայաստանը, թե Արցախը։ Դա է ճշմարտությունը։ Սիրով ձեզ համար կգտնեի որոշ հարցերում այլ հակադարձություններ, բայց ուղղակի գոնե այսօրվա դրությամբ էլի կլինեք մեր զրուցակից, այսօրվա դրությամբ մեր ունկնդրի, այսպես ասած, համբերատարությունը չչարաշահելու համար թույլ տվեք այսօրվա մեր զրույցը ավարտել ամեն դեպքում համաձայնվելով ձեր այն մտքի հետ, որ այո, պիտի մեր դիմադրողականությունը ուժեղանա, որովհետև անկախ աշխարհքաղաքական բևեռներում ինչ գործընթացներ են տեղի ունենում ու տեղի ունենալու, հետագայում այո 26 թվականից համաձայն եմ ձեզ հետ ընտրության հետ շատ բան է կախված ընտրությունից, բայց միաժամանակ այդ ընտրությունը իմ կարծիքով պիտի լինի քաղաքական, գաղափարական, այլ ոչ թե էմոցիոնալ, զգայական եւ ոչ թե ռուսամետ, արևմտամետ, չգիտեմ, հիբրիդային պատերազմ կամ ոչ հիբրիդային պատերազմ կարգա, որովհետեւ այդ խոսույթը մեզ ոչ մի լավ տեղ չի տանի եւ ձեր ասացի հիման վրա այո ժողովուրդը պիտի ընտրի ինչ որ էմոցիոնալ վիճակների մեջ ինչպես նաեւ բազմաթիվ ընտրություններ ա կայացրել էմոցիոնալ ոչ քաղաքական ընտրություններ։ Այդ պարագայում մենք ընտրությունները պիտի անցկացնենք նվազագույնը լուսնի վրա, որովհետեւ մարդկանց ընտրությունը չի կարող էմոցիոնալ չլինի։ Ես պարզապես կոչ եմ անում սրտով մտածել։ Բայց մտքով քվեարկել։ Եզրակացությունը թողնում եմ նաեւ ձեզ։ Այո։ Տիկին Անա, շնորհակալություն, որ ժամանակ գտաք եւ եկաք մեր տաղավար։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն։ Եթերում անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումներ եւ մեր հյուրներ Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանը։ Ես դիմում եմ մեր այն սիրելի բարեկամներին, ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր OneTalk YouTube-յան ալիքին, ընդհանրապես խնդրում եմ իրենց սեղմել զանգակ կոճակը եւ բաժանորդագրվել մեր OneTalk YouTube-յան ալիքին։ Բոլորին մաղթում եմ լավ գարնանային տրամադրություն, լավ եղեք։